Այս շաբաթ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերից առավել լսելի դարձան ձայներն այն մասին, որ եկել է ընդդիմության միավորվելու ժամանակը, եթե ընդհանուր ձևակերպում տանք, եւ այդ հավաքական ընդդիմության գլխավոր նպատակն էլ Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է վարչապետի պաշտոնից, եւ այս առաջարկը հիմնականում հնչեց առաջին ամենապարզ ձևակերպմամբ հնչեց նաև Սամվել Կարապետյանից, որպես ընդդիմադիր ամենաշատ քվեները ստացած ընդդիմադիր ուժի, եւ հիմա արդեն տարբեր քաղաքական ուժեր արձագանքներ են տալիս դրական։ Այս ֆոնին Տիգրան Քոչարյանը Alpha-News-ի գլխավոր խմբագիր առաջարկում է շեշտել, ընդգծել եւ կարեւորել ընտրողների 50%-ից ավելին փաստացի գերադասել է ձայն չտալ ՔՊ-ին եւ ՔՊ-ն ու Փաշինյանը այլևս չունեն ժողովրդի մանդատը։ Եվ Տիգրան, խնդրելու եմ բացել ձեր այս հայտարարությունը լրագրողական լեզվով ասած, բացատրել թե ինչ է նշանակում եւ ինչու է կարեւոր սա արձանագրելը։ Տեսեք, ես նկատել եմ մեր ընդդիմադիրների մոտ հատկապես եւ դրատվական դաշտում, եւ քաղաքական դաշտում, եւ փորձագիտական դաշտում, որ խոսում են թե 400,000 մարդ դեմ են Փաշինյանին, հա, հիմնականում ընդդիմության հավաքած ձայներն են գումարում իրար, հա, այդ երյակի ու ասում են, որ հեսա տեսեք, այսքան մարդ դեմ է։ Բայց եկեք մի բան հասկանանք, որ նույնիսկ մարդը, որ գնացել է ընտրել Արամ Սարգսյանին, ինքը ինչ-որ պատճառ է ունեցել Նիկոլ Փաշինյանին ձայն չտալու, հա, եւ մենք կարող ենք ասել, հատկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկարած թվերով, հա, բոլորը արդեն գիտեն, որ դա նկարած թվեր են, որ նույնիսկ այդ նկարած թվերով Նիկոլ Փաշինյանը հավաքել է 49.98% ձայն, դա նշանակում է, որ ինքը չունի ընտրության եկած մարդկանց արծ մեծամասնությունը։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ ամեն մեկը իր պատճառով չեն համարում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Մասիսարը ամենտեղից հանի, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի հարձակվել եկեղեցու վրա, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի գնա եվրոպական կուրսով, այսինքն նույնիսկ կենտրոնականի նկարած թվերով այդ պատկերը ստացվում է։ Հիմա ուրիշ ռակուրսից նայենք։ Իսկ եթե մենք հանենք նկարչությունը, եթե մենք հանենք պետական կաշառքները, հա, որովհետև առողջության ապահովության հիմնադրամը շատ արագ ներմուծեցին, ես ձեզ ասեմ, որ արդեն սպառվել է այդ հիմնադրամը եւ առողջապահության նախարարությունը հավելել գումարները ուզել պետությունից։ Թոշակառուների 10,000 բարձրացումը աշխատավարձերի, վարկերները, տաքսիստներին, այն պրավա ունեցածներին ասել զրկածներին ասել մենք ձեզ տալու ենք բոլոր բնակավարներում այդպիսի կաշառքներ իրենք առաջարկել են վախի մթնոլորտ սերմանելը մարդկանց բանակը օգտագործել են ընտրություններին արդեն բոլորը հասկացել են որ որտեղ բանակը քվեարկել է հատկապես համոնային գյուղերում այնտեղ Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչի առավելություն է ստացել զարմանալի բան ասեմ եթե մենք հաշվենք այդ բոլորը եւ հանենք Նիկոլ Փաշինյանից այդ ադմինիստրատիվ ռեսուրսի ու կաշառքի ու վախի ու բանակի մթնոլորտը շատ հավանական է որ Նիկոլ Փաշինյանը անցողիկ շմաչել հավաքի այսինքն եթե մարդիկ քվեարկեն այնպես ինչպես իրենք են ուզում, իրենք իրենց տրված հավասար պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանների կուսակցությունը 4%-ի կողքը կարող է տատանվել։ Սա էլ մենք պետք է հասկանանք։ Եվ այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ սահմանադրական ֆոկուսների շնորհիվ ինքը հիմա ինչ-որ մեծամասնությունն է ազգային ժողովում, այստեղ խնդիրը այն է, որ ինքը որտեղ էլ գնա, Եվրոպայել գնա, Ամերիկայել գնա, Ռուսաստանել գնա, իր դիմաց նստած մարդիկ գիտեն, որ ինքը լեգիտիմ չի։ Իր դիմացի նստած մարդիկ գիտեն, որ ինքը նույնիսկ այդքան նկարելուց հետո չի ստացել ժողովրդի մեծամասնության ձայնը։ Եվ սա նաև խնդրեմ է երկրի համար, որովհետև ցածր լեգիտիմություն ունեցող ղեկավարը ինքը ստիպված է որոշակի զիջումների գնալ անտեղի այն դեպքում, եթե ինքը ունենա ժողովրդի մանդատ, ինքը այդպիսի բաներ չէր անի եւ դա խնդիր է առաջացնելու Հայաստանի համար։ Բայց դրա համար էլ եմ ասում, մենք բոլորս պետք է ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ թե 300,000 մարդ է, 400,000 մարդ է, 500,000 մարդ է, այլ ինքը 725,000 է հավաքել, իր դեմ 725,200 մարդ է, այսինքն ինքը այդ մեծամասնությունը չունի եւ մանդատ չունի եւ որևէ քաղաքական ուժ, որը փորձելու է ինչ որ ձևի այդ հարցը սղծտի եւ ասի, տեսեք,
ժողովուրդը ընտրել է Նիկոլին, ժողովուրդը ձայն է տվել, նույնիսկ վիրավորում են ժողովրդին, որը ձայներ է տվել իրան։ Դա է ուզում հարցնել, այո, դրա ժողովուրդը գնացել է ընտրության եւ մերժել է Նիկոլ Փաշինյանին, ելի եմ ասում, նույնիսկ կենտրոնական դրական հանձնաժողովի նկարած տվելով։ Նիկոլ Փաշինյանը սա գիտակցում է ու այդ պատճառով է անգամ ազգային ժողովի ամբիոնից ոչ միայն ընդդիմադիր ուժերին թիրախավորում, այլ նրանց, ովքեր քվեարկել են այդ ընդդիմադիր ուժերի համար, այսինքն սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև ընտրություններից հետո մենք սովորաբար այլ երկրներում ինչ ենք տեսնում։ Ընտրված վարչապետը վեր է կենում եւ ասում է առաջին բանալ նախադասություններից մեկը, որ ես բոլորի վարչապետն եմ, այս հայտարարությունը կամ բոլորի նախագահն է, միշտ լսում ենք։ Հիմա ինչ լսեցինք ազգային ժողովում, կաշառակերներ, կաշառք են վերցրել, կաշառքով են քվեարկել, թիրախավորեց նաև Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե ընդդիմադիր ուժերին, այսինքն գիտակցում է։ Այդ մարդը շատ լավ գիտակցել է, որ այլևս Հայաստանում իրեն չեն սիրում, հա, եւ իրեն չի սիրում ժողովրդի բացարձակ մեծամասնություն։ Նույնիսկ ժամանակ դա տեսավ։ Արամ Սարգսյանին, Արման Բաբայանին ընտրողը իրեն չիսիրում։ Քարոզարշավի ժամանակ դա տեսավ։ Ամենտեղ դրա համար ամենասկզբից Քարոզարշավից նույնիսկ սկսած ինքը գնացել է հերթական խախտումների, որովհետև ելի եմ ասում, ինքը տեսել է, որ ինքը չի հավաքում, ինքը նույնիսկ ոչ թե արդեն 2/3-ը չի հավաքում, ինքը մեծամասնություն չի հավաքից ընտրությունների ժամանակ, եւ սա իր համար ճակատագրական է, որովհետև ելի եմ ասում, ինքը այստեղ կարող է ճնշի, բանտարկի, օրենք մտցնի, որ նրանք ովքեր կասկածում են Նիկոլ Փաշինյանի հաղթանակի վրա տանեն 10 տարով բանտում փակին, դա միևնույն է իրավիճակ չփոխել, որովհետև դուրսը, իսկ ինքը դուրսն է խոստումներ տվել, ինքը Ալիևին է խոստում տվել, ինքը Էրդողանին է խոստում տվել, եվրոպացիներին, ամերիկացիներին, ռուսներն են այնտեղ նայում, ընդ որում տեսեք, ասում են, որ ամբողջ աշխարհը իրեն շնորհավորել է, եթե ամբողջ աշխարհից ցենք հանենք Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը, հա, կարող է տակը ինչ-որ շատ քիչ բնակչություն մնա, այսինքն խնդիրը իր լեգիտիմության խնդիրն է եւ ես չեմ պատկերացնում ինքը ոնց է լուծելու, հատկապես հիմա Հանրական դատարանի այդ աղաղակող փաստերներ, որ դուրս կգան, մի հետաքրքիր կինո էլ այնտեղ է լինելու։ Ու ես խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին, եկեք փորձենք, հա, ինքը հրաժարական է տալիս, նեյտրալ, գիտեմ, բոլորին դեմ են, ժողովրդին բերում են, դնում են կենտրոնական ազգային հանձնաժողովի նախագահ, կառավարություն եւ այլն 3 ամիս եւ գնում են ընտրությունների։ Դրանից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը անցավ ազգային ժողով, ես կասեմ, ուրեմն ես որոշակի սխալ պրոգնոզներ եմ արել, բայց եթե անցնելու են, անցնելը մաքսիմում առավելագույնը լինել են 7%-ը, որով ինքը 2017 թվականին ընտրվեց խորհրդարան։ Այս շաբաթ կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ նոր ընտրություն անցկացնելու տարբերակը բացառեց Փաշինյանը։ Կարծում եք գիտակցելով այն ինչը հիմա դուք քիչ։ Նայեք, նոր ընտրություն, եթե ինքը մնա իշխանության, այդ ընտրության արդյունքներով ինքը կարող է էլի հավաքի իրան պետքական տոկոսը, նույնիսկ մի քիչ ավելի շատ, հատկապես այդ իրենց հիմար նախաձեռնությունները, հա, մարդկանց եթե մի տարուց ավել է երկում չի եղել, չի կարող քվեարկել եւ այլն։ Բայց ես էլ եմ ասում, եթե հավասար պայմաններ լինեն, էլ եմ ասում, բոլորը հավասար պայմաններ Նիկոլ Փաշինյանը ղեկավար չլինի, որ ոստիկանությունը իրան չենթարկվի, որ բանակին իրենք հրաման չտան որտեղ ոնց քվեարկել, որ բյուջետային աշխատողներին իրանք չասեն ինչ անել, այդ ապահովության հիմնադրամը գա առողջ տրամաբանության մեջ սկսի գործել կամ չգործել, հա, որ այդ թոշակառուները արդեն տեսնեն 10,000 դրամ ավելացել է, բայց ինֆլյացիան այդ փողը կերել է, այս գյուղացիների աչքերն է բացվելու Նիկոլի եվրոպական կուրսը ինչին է բերել, ես էլ եմ ասում, շատ հավանական է, որ ինքը անցողիկ ժամը չհավաքել։ Եվ այս թեման քննարկելու ենք իհարկե նաև Հայկի ու Արթուրի հետ, նախ Հայկին յանանք, Հայկ, կարծում ես Փաշինյանի ինչին է պետք իշխանությունը այս գնով, ինչ որ նշեց Տիգրանը, լեգիտիմության խնդրով, նաև մեղադրելով անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ոչ միայն ընդդիմությանը նորից շեշտեմ, քաղաքացիներին արդեն, ինչին է պետք իշխանությունը այս գնով։ Իրանական մարդիկ, եթե իշխանության են հասնում, հետո հանգիստ չեն հանձնում, դա ես հիշում 18 թվականին ինչքան էր վիճում գործընկերներից հետ, որոնք վստահ են, որ եթե հանկարծ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի դեմ լինի, դա կթողնի եւ կգնա, ասացի չէ, այդ մարդիկ երբեք չեն թողում ինքնական իշխանությունը։ Իմ կարծիքով նա այնքան կարմիր գծեր է անցել, այնքան օրենքի խախտումներ է թույլ տվել եւ մանավանդ Արցախից հետո, որ նա եւ իր թիմը վախենում են, որ
իշխանությունը կորցնելուց հետո իրենց շատ դժվար կլինի Հայաստանում ապրել եւ դրա համար եւ նաեւ դրան պետք է ավելացնել այն, որ այդ մարդիկ արդեն շատ մեծ հաճույք են ստանում օգտվելով այդ բոլոր ռեսուրսներից, որոնք տալիս է իրենց իշխանությունը, իրենց կյանքն է շատ բարելավել։ Հիշենք, եթե ուսումնասիրում ենք առանձին մարդկանց, ովքեր հիմա իշխանական թմում են, մեծ մասը մինչև իշխանափոխություն 18 թվականի որևէ լուրջ հաջողության չէին ասել կյանքում, իսկ հիմա կարողանում են վայելել կյանքը, դա մալ այդ երկու գլխավոր պատճառն է։ Մեկը վախենում են իշխանությունը կորցնելուց հետո, որ իրենց փորձեն պատասխանության ենթարկել իրենց արած բոլոր խախտումների համար, երկրորդը արդեն շատ են մերվել այդ հաճույքներից, բարիքներից իշխանության եւ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց այդ բարիքների։ Եվ Արթուրին հարցնելու եմ հետևյալը. Արթուր, կարծում ես Միացյալ Նահանգների վարչակազմին հուզում է այն, որ Փաշինյանը լեգիտիմության խնդիր է ունենալու, հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներկա շահերը ռեգիոնում։ Այս փուլում միգուցե ոչ, բայց ընդհանրապես Միացյալ Նահանգների հատկապես այս ադմինիստրացիան կցանկանար իհարկե իրենց համար նախընտրելի կլներ, այսպես ասենք, գործ ունենալ մարդկանց հետ կամ իշխանության հետ, որը ունի որոշակի լեգիտիմություն, որի գործողությունները չեն բերելու այդ նույն երկրի ժողովրդի ընդդիմությանը, այսինքն հակադրությանը չեն բերելու։ Այս փուլում միգուցե ոչ, բայց հետագայում իհարկե շատ կարևոր կլինի իհարկե Նիկոլ Փաշինյանին կամ տեսնել գործընկերոջ մի մարդու, որը վայելում է նաև երկրի բնակչության վստահությունը, իսկ թե որքանով իշխանությունները տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որքանով է Նիկոլ Փաշինյանը վայելում հայ ժողովրդի վստահությունը, կախված է նաև ընդդիմության քայլերից։ Գիտեք, այսպես կոպիտ ասած, ով որ շատ բարձր է գոռում, նա ձայնն է տեղացնում, ոչ միայն բառից բուն իմաստով Նիկոլ Փաշինյանը այդպես ճղճղան ելույթների պատճառով, այլ նաև որքանով ընդդիմության խոսքը տեղ կհասնի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ նաև ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության խնդիր ունի եւ ընդդիմության պահանջը, բողոքը եւ մտքերը դրանք եւս լեգիտիմ են։ Ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ այս իրավական գործընթացները դրա կարևոր մասն են կազմում եւ մի բան էլ ուզում եմ գործընկերներից մտքին ավելացնել, որ Նիկոլ Փաշինյանը ինչու է այդ քայլերին դիմում, որովհետեւ նա մարդ է, որ հասկացել է, որ ինքը ապագա չունի։ Ապագա չունեցող մարդ ինքը մեկ օր առանց իշխանության ընդհանրապես ապագա չունի, նաև իշխանության մեջ է հասկացել, որ ապագա չունի։ Այսպես ասենք, հողը գնացել է, միգուցե իշխանությունը դեռևս պահում է, բայց դուք ասացիք 50%, ես կասեի 25%, որովհետև հայ ժողովրդի, այսինքն Հայաստանում եթե կա 3 միլիոն մարդ, ընդամենը իրենց կեղծած թվերով 25%-ն է աջակցում Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ կեղծած թվերով։ Իսկ այդ պայմաններում դժվար է ղեկավարել մի երկիր, որը անցնում է ծանր փորձությունների միջոցով եւ այս աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում գտնվում է այդ խաչմերուկին եւ նաեւ խաչմերուկում եւ նաեւ հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ։